Լույսը շատ բարի է, թանկագիներս, օրն էլ է բարի, լավ օր, հրաշալի օր բոլորիս։ Այսօր մի Սաղմոս էի կարդում, սկզբից ասում է փառաբանեք Տիրոջը, վերջում շատ հրաշալի խոսքեր, բայց մեջտեղը մի շատ հրաշալի տեղ կա, բայց շատերս չենք ուզում, չենք սիրում այս տեղը։ Ես կկարդամ հենց այդ տեղը։ Սաղմոս 66:9 խոսքից։ Նա մեր անձինքը պահում է կյանքի մեջ եւ թող չի տալիս, որ մեր ոտքերը սասանեն։ Ինչու՞։ Որովհետեւ դու փորձեցիր մեզ, ով Աստված, քննեցիր մեզ, ինչպես որ արծաթը քննվում է։ Դու մտցրիր մեզ որոգայթի մեջ, ծանր բեռ դրիր մեր մեջքի վրա, մարդիկ հեծրիր մեր գլխի վրա, կրակի եւ ջրի մեջ մտանք եւ դու հանեցիր մեզ առատության տեղ։ Այո, հրաշալի տեղացիներս, եթե մենք ուզում ենք հոգևոր աճ, ուզում ենք լավ հրաշալի բաներ, հաղթություն, մենք պիտի անցնենք սիրելիներս փորձության միջով։ Եվ Աստված տարավ ու ասում է ոնց որ արծաթն է գնում փորձության մեջ, կրակ, մենք էլ ուզենք չուզենք անցնում ենք սիրելիներս փորձությունների միջով։ Եվ Հակոբոսն էլ է ասում Երանելի 1:12-ում. Երանելի այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև փորձվելով եթե ընտիր կգտնվի, կյանքի պսակը կառնի։ Այն որ Տերը խոստացավ իրան սիրողներին։ Եկեք սիրելիներս, եթե մենք փորձությունների մեջ ենք, աթով անցնենք այս փորձությունները, ուզենք չուզենք, ամեն բան բարին գործակից կանի Աստված, սիրելիներս։ Տերը օրհնի ձեզ, լավ ու հրաշալի օր եմ մաղթում բոլորիդ, հաղթական օր։ Լավ մնացեք։